Հարգելի գործընկերներ, երկրորդ հաշվետվությունը լրացնելու ժամանակ եղավ որոշակի խնդիր Word ֆայլում տեղադրված հղումը բացելու հետ կապված։ Այդ պատճառով ուզում եմ այսօր ձեր համար մեկընդմիշտ այդ հարցը լուծել եւ հիմա տեսեք բացատրությունը։ Երբ որ Word ֆայլում կա հղում, դուք չեք կարող ուղղակի մուկը տանել տեքստի վրա, կտացնել ու հղումը բացվի, ինչպես օրինակ ինտերնետ բրաուզերների մեջ է դա աշխատում։ Տեսեք, երբ որ ես պահեցի, տեսեք մուկը հենց պահում եմ տողի վրա, բացվում է այդ վերևի պատողանը, որ մեզ հուշում է։ Սովորաբար Microsoft-ի բոլոր գործիքների վրա այս հուշումները կան, եւ դուք տեսնում եք, որ այս հղումը բացելու համար դուք պետք է սեղմեք դες control գումարած click, որպեսզի բացվի հղումը։ Այսպիսով, դուք եթե սեղմեք, պահեք սեղմած control-ը եւ կտացնեք հղման վրա ու հղումը միանգամից կբացվի։ Բայց եկեք այս հարցը փակենք ուրավիճակ։ Մտնում ենք file, բացում ենք options բաժինը։ Options-ի մեջ գտնում ենք advanced տողը, կտացնում ենք, բացում է այս պատուհանը եւ սեղ կա use control գումարած click to follow hyperlink։ Այս կապույտը սեղմում ենք, դառնում է սպիտակ, սեղմում ենք OK եւ խնդրեմ համեցեք։ Սեղմեցինք եւ ինքա ոչ մի control մեզ պետք չի։ Միանգամից բացվեց նյութը, ինձանից նաեւ ներկայացնում եմ արդից օգտվելով իմ բլոգը եւ von Restorff-ի էֆեկտը, ինչպես հիշել այն տեքստը, որը պրեզենտացիայի ժամանակ ձեզ ուսուցիչը ցույց է տալիս։ Շատ հետաքրքիր ուրեմն էֆեկտ է, որը լայնորեն օգտագործվում է կրթության մեջ, խորհուրդ եմ տալիս կարդալ ծանոթանալ։ Բացի դրանից, այս բլոգում ես ձեզ ուրեմն ներկայացնում եմ այս ուղեցույցի հետ կապված, հաշվետվության հետ կապված բազմաթիվ ուղեցույցներ, որը կարծում եմ ձեզ օգտակար կլինի։